Հարգելի ներկաներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել արձագանքելու եւ տեսչական մարմնի 25 թվականի տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Մեր հաշվետվությունը ավելի բարձ դարձնելու համար որոշել ենք այն ներկայացնել նաեւ սայկաշարի տեսքով, որին կարող եք հետևել դիմացի պատին։ Ինչպես տեղյակ եք, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացնում է վերահսկողություն հետևյալ ոլորտներում. ոչ բարենային արտադրանք, չափումների միասնականություն, տեխնիկական անվտանգություն, թանկարժեք մետաղներ, արտադրական կանրեփի ոլորտ եւ զբոսաշրջություն։ Մինչև 25 թվականի տարեկան հաշվետվության ներկայացնելուն անցնելը, նախ ուզում եմ պատմել, թե ինչպես է կազմվում տարեկան ծրագիրը, ինչից ենք օգտվում եւ ոնց ենք որոշում, որ հստակ տվյալ տնտեսվարողները պետքա ստուգվեն։ Տեսչական մարմնի ռիսկի գնահատման եւ վերլուծության ստորաբաժանման կողմից տարբեր թեմաներից վերցնում են տվյալներ ներմուծումների, ներմուծողների, արտադրանքների արտադրության վերաբերյալ եւ կազմվում է տվյալների շտեմարան, որի համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կողմից ստացված ոչ բարենային արտադրանքների ներմուծումների տվյալները, ինչը կազմում է շուրջ 11200 տնտեսվարող սուբյեկտների շուրջ 1,20,000 արտադրանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում իրականացված ստուգումների տվյալների եւ տեսչական մարմնի իրականացված ուղղված այլ տեղեկատվությունները, դիմում բողոքները, իրազեկման աշխատանքները, սոցիալական կայքերում հրապարակումները, չափումների միասնականության ապահովման մասով շուրջ 1280 տնտեսվարողներից վերցնում են տվյալներ եւ վերահսկողության մյուս ոլորտների մասով շուրջ 3820 տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվություն։ Այդ ամբողջ տեղեկատվական բազան ընդգրկում է շուրջ 16300 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տվյալներ, որից ծրագրում ընդգրկվում է 600-ը ըստ ռիսկայնության։ 25 թվականի ընթացքում 600 տնտեսվարող սուբյեկտներ հետևյալ համամասնությամբ ընդգրկվել են տարեկան ծրագրում. բարձր ռիսկայնություն ունեցող 421 տնտեսվարող, այսինքն 70%-ը, միջին ռիսկայնություն ունեցող 150 տնտեսվարող եւ ցածր ռիսկայնություն ունեցող 29 տնտեսվարող, այսինքն 4.8%-ը։ 2025 թվականի ընթացքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 33 ոլորտներից թիրախավորել է հետևյալ ոլորտները. ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք, խաղալիքներ, ցածրավոլտ սարքավորումներ, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք, չափումների միասնականության ապահովում։ Հիմա ըստ ոլորտների անցնենք առաջ։ Ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիքի ոլորտում անվտանգության ցուցանիշների խախտման դեպքերը հետևյալն են։ Անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարգաշիռը ընդհանուր իրականացված փորձաքննությունների մեջ կազմում է 13.4%, 67 փորձանմուշից խախտումները հայտնաբերվել են 9-ում, դիզելային վառելիքի մասով 63% է կազմում, 27 փորձանմուշից 17-ում անհամապատասխանություններ են արձանագրվել։ Խաղալիքների, ցածրավոլտ սարքավորումների, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման եւ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ուղեկցման արտադրանքների շուկայահանմամբ։ Մասնավորապես, խաղալիքների ոլորտում 25 թվականին կիրառվել է թվով 111 ստուգաթերթ, որից 83%-ում եղել են անհամապատասխանություններ։ Նշված ոլորտում 25 թվականին 14 տնտեսվարող սուբյեկտներից վերցվել է 21 փորձանմուշ, որից 4-ում 19%-ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտումներ։ Փորձաքննություն իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում, որի արդյունքում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք։ Հարգելի ներկաներ, տեղեկացնեմ, հետ գնան Ունե ջան, որ 2025 թվականին առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունում կիրառվել է
այդ պրակտիկան, որ տեսչական մարմնի լաբորատորիայում փորձաքննություն ենք իրականացրել, որի արդյունքում չհամապատասխանող խաղալիքները ոչնչացվել են, կամ ընդհանրապես որևիցե արտադրանք ոչնչացվել է, մինչ այս պահին Հայաստանի Հանրապետությունում նման փորձառություն չի եղել, դա շարունակելի կլինի 26 թվականին եւ հետագայում։ Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ նախորդիվ մենք ձեռք ենք բերել լաբորատոր սարքավորումներ, համալրել ենք մեր լաբորատորիան եւ հավատարմագրվել ենք։ Երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտում կիրառվել է թվով 131 ստուգաթերթ, որից 81.7%-ում արձանագրվել են խախտումներ, ինչպես նաեւ ցածրավոլտ սարքավորումների ոլորտում կիրառվել է 94 ստուգաթերթ, որից 74-ում 78.7%-ում արձանագրվել են խախտումներ։ Տեսչական մարմնի կողմից 25 թվականի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման նպատակով տնտեսվարող սուբյեկտները դիմել եւ համապատասխանության մարմիններից ստացել են թվով 203 համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ 2025 թվականի ընթացքում թվով 935 ստուգաթերթով իրականացվել է տեխնիկական կանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքների նկատմամբ ստուգում, ինչի արդյունքում 700 ստուգաթերթով, որն է 74.9%, արձանագրվել են խախտումներ։ Տեսչական մարմնի չափումների միասնականության ապահովման վերաբերյալ ստուգաթերթերը հիմնականում կիրառվել են հետևյալ ոլորտներում. բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում եւ լաբորատորիաներում, համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում, հոստային ծառայություններում, բանկերում եւ գրավատներում, ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման եւ պարբերական վկայագրման կետերում, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայաններում, ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառակետերում, հեղուկ ածխաջրածնային գազերի վաճառակետերում, ԱԳԼՃԿ-ներում եւ այլն։ 25 թվականի ընթացքում 510 տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել են չափագիտական կանոնների եւ նորմերի ստուգում, որի արդյունքում 309 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են չափագիտական կանոնների եւ նորմերի խախտում։ Դա ընդհանուր 60.6%-ն է կազմում։ Ըստ ոլորտների ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի հեղուկացված ածխաջրածնային գազերի եւ ԱԳԼՃԿ-ների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքային պատկերը հետեւյալն է. Բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում 46 ստուգումից 19 չափագիտական խախտում ենք ունեցել, այսինքն 41.3%, հեղուկ ածխաջրածնային գազերի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, ուշացնում ես Նունե ջան, 55% կազմում դա, եւ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում դա ԱԳԼՃԿ-ներին 115-ից ունեցել են 33 չափագիտական խախտում, դա կազմում է ընդհանուր 28.7%-ը։ Հարգելի ներկաներ, ինչպես տեղյակ եք, բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման մեխանիզմ եւ տնտեսվարողին պատժելու նաեւ մեխանիզմ կիրառվում է հետեւյալ մեթոդը, մենք թերլիցքավորում իրականացված տնտեսվարող սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է, մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար ցուցանակները 1 ամիս ժամկետով, որպեսզի քաղաքացիներն էլ տեղեկացված լինեն, որ տվյալ տնտեսվարողը անբարեխեղճորեն թերլիցքավորում է իրականացված, բայց ինչպես տեղյակ եք, տեսչական մարմնի, ոչ միայն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, այլ բոլոր տեսչական մարմնի նպատակը ոչ թե հայտնաբերել խախտում եւ տուգանել տնտեսվարողներին, տուգանքը դա ծայրահեղ միջոց է տեսչական մարմինների համար, այլ իրազեկել եւ կանխել հնարավոր իրավախախտումները։ Այդ նպատակով 2025 թվականի ընթացքում տեսչական մարմին իրականացրել է իրազեկման աշխատանքներ, մասնավորապես 25 թվականի ընթացքում էլեկտրոնային եղանակով
իրականացվել է շուրջ 4296 տնտեսվարող սուբյեկտների իրազեկում, որից 3500-ը իրազեկվել է զբոսաշրջային գործունեության ոլորտում գործող զբոսաշրջության մասին նոր օրենքի վերաբերյալ, 767-ը տնտեսվարող իրազեկվել է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման և առուվաճառքի ոլորտում թանկարժեք մետաղների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ և 29 տնտեսվարող իրազեկվել է բետոնի ամրավորման և այլ ոլորտների վերաբերյալ։ Մենք թեժգից հեռախոսահամարով 25 թվականի ընթացքում ստացել ենք 656 հեռախոսազանգ։ Ստացված հեռախոսազանգերից 216-ը վերաբերվել են տեսչական մարմնի լիազորություններին, մասնավորապես լիազորությունների ոլորտում գտնվող հեռախոսազանգերից 23-ը վերաբերվել են ապրանքների և սերտիֆիկատների մակնշմանը, 26-ը գազալիցակայաններում և բենզալցակայաններում թելլիցքավորման դեպքերին, 75-ը օրենքի տարբեր դրույթների պարզաբանման ու շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարված իրազեկման աշխատանքների հետ կապված հարցերին, 482 հեռախոսազանգ դուրս է եղել տեսչական մարմնի լիազորություններից, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում ստացել ենք 110 գրավոր դիմում բողոք։ Լիազորությունների շրջանակներում գտնվող 59 դիմում բողոքներից 6 դիմում բողոք մերժվել է Հայաստանի Հանրապետության օրենքին չհամապատասխանելու հիմքով, ստուգման հիմք հանդիսացած 33 դիմում բողոքների հիման վրա իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, ստուգումները վերաբերվել են հեղուկ գազի, բենզինի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների չկատարմանը։ Տեսչական մարմնի լիազորությունից դուրս է գտնվել 22 դիմում բողոք, 27 դիմում բողոք վերահասցեագրվել է այլ պետական գերատեսչություններ, իսկ 23-ը եղել են տեղեկատվության ստացման հարցումներ։ Ընդհանուր 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագրով տեսչական մարմինը նախատեսել է իրականացնել 600 ստուգում, սակայն փաստացի իրականացվել է 842, այսինքն 242 ստուգում ավել ենք իրականացրել, որից տարեկան ստուգումների ծրագրով իրականացված 550 ստուգում, վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 110 ստուգում, դիմում բողոքների հիման վրա 71 ստուգում, այլ պետական մարմինների գրությունների հիման վրա 10 ստուգում, հանդիպակաց ստուգումներ 6 և կարգադրագրերի պահանջների կատարման վերաբերյալ 95 ստուգում, ընդհանուր 842 ստուգում ենք իրականացրել, որից 637-ում, այսինքն 75.6%-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Տեսչական մարմնի կողմից 25 թվականի ստուգումներն իրականացվել են թվով 1636 ստուգաթերթերով, որում 69.8% անհամապատասխանություն է եղել։ Ինչպես նաև տեսչական մարմնի կողմից տեղեկացնեմ, որ ստուգումների արդյունքով պայմանավորված 25 թվականի ընթացքում կայացել է տուգանքի նշանակելու մասին 620 որոշում։ Ընդհանուր թվով նշանակվել է 418.288 դրամ տուգանք, մինչ այս պահը գանձվել է 220 միլիոնը, գանձումները շարունակվում են։ Ստուգումների ընթացքում տեսչական մարմնի կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերահսկման նպատակով 25 թվականին արձակվել է թվով 112 կարգադրագիր։ Ինչպես նշեցի, 2025 թվականի ընթացքում տեսչական մարմինը ստացել է 110 գրավոր դիմում բողոք, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ քաղաքացիներին, ովքեր որ չեն զլացել, չեն ալարել և որպես հանրային վերահսկողության մեթոդ դիմել են տեսչական մարմնին, որի արդյունքում մենք համ մեր տվյալների բազան ենք թարմացրել, ռիսկայնությունն ենք ավելի բարձր մակարդակի բերել, համ ավելի լավ ենք իրականացրել տեսչական մարմնի ընդհանուր աշխատանքը, հուսով եմ, որ 2026 թվականի ընթացքում կշարունակենք համագործակցել մեր քաղաքացիների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ մարմինների հետ։ Մեր մասին հնարավորինս հակիչ 25 թվականի կատարած աշխատանքի վերաբերյալ այսքանը, եթե կան հարցեր,
մեծ սիրով կպատասխանենք ձեր հարցերին, հարգելի լրագրողներ։ Եթե հարցեր չունենք, խնդրեմ։ Ավտոմոբիլային բենզինի հարցի վերահսկողությունը այս տարիանը վերահսկողություն, որ Ադրբեջանից ներկրված բենզին կապված, որովհետև շատ տարատեսակ քննարկումներ կային, հատկապես համացանցում, որ բենզինի մեջ ադրբեջանական կապարի մեծ քանակ կա։ Ստուգել եք արդյոք, չեք ստուգել, կամ ստուգել չեք հայտնաբերել, կամ նաև ստուգել եք, թե այդ 430 գրամով վաճառվող բենզինը արդյոք թե ռիսկավորում չի լինում դրա համար ունի հայտնվեց, թե չէ։ Տեսեք, տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու դեպքում որևիցե գործառույթ չի իրականացնում, այսինքն տեսչական մարմնի ֆունկցիաները սկսվում են այն պահին, երբ բենզալցակայներում սկսվում է վաճառվել տվյալ արտադրանքը, բայց իմ ունեցած տեղեկատվություններով մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության եւ ստանդարտացման ազգային մարմին, որտեղից որ տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Իսկ բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգման ընթացքում տեսչական մարմինը ընդհանրապես տեղեկատվություն չի ունենում, թե բենզալցակայանը կոնկրետ որ երկրից, որ պետությունից է ներմուծել արտադրանքը, այսինքն տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների եւ նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք մեծ հաշվով, մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում։ Հետևաբար այդ ինֆորմացիան մենք չունենք, որ բենզալցակայանում վաճառվող բենզինի կամ դիզելային վառելիքի արդյունքում է լինում թե լիցքավորում կամ չի լինում։ Տեսչական մարմինը որպես այդպիսին մենք չենք կարող ասել, թե որ երկրից ներմուծվածն է, բայց ձեր հարցին ի պատասխան, որ հենց կոնկրետ Ադրբեջանից ներմուծված բենզինի վերաբերյալ ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը մինչեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը, այսինքն մինչեւ սահմանի հատումը փորձաքննություն իրականացրել է ու տվել է դրական եզրակացություն, այսինքն համապատասխանել է տվյալ վառելիքը ԵԱՏՄ տեղ կանոնակարգի բոլոր պահանջներին։ Իհարկե։ Ինչպես։ Այո, տեղ կանոնակարգի խնդիրներ։ Ինչ խնդիրներ են եղել եւ նախկինում կիրառվող տարածված պրակտիկան, որ ռեգուլյար բենզինը պրեմիումի փոխարեն էին վաճառում։ Սա արդեն չկա շուկայում, թե Տեսեք, որպեսզի պատկերացնենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամբողջական պատկերը վառելիքի շուկայում ինչա տեղի ունենում։ Երկու փուլային ստուգում է լինում։ Առաջի փուլը բենզինը եւ դիզելային վառելիքը Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից այն պահին, երբ որ հատում է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն, երբ մեքենայով բենզինը ներմուծում են Հայաստան, այդ պահին նմուշառում է իրականացվում, փորձաքննություն է անցնում, որից հետո թույլատրվում է խմբականակը ներմուծել Հայաստան կամ չի թույլատրվում։ Երկրորդ փուլը արդեն որպես վերահսկողության գործառույթ իրականացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն վաճառվող կայաններում։ Արդյունքները, որ դեպի դրականն են գնացել այս տարիների ընթացքում ու ընդամենը 9 խախտում է հայտնաբերվել, այդ double check կոչվածի արդյունքում է, որ մենք համ ստուգում ենք փաստացի որպես պետություն սահմանին, համ ստուգվում է բենզալցակայաններում։ Խախտումների բնույթը տարբեր են եղել, հիմնականում վառելիքի մեջ
եղել է դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, այսինքն ավելի բարձր է եղել, բենզինի ոլորտում հիմնական ցուցանիշները եղել են, որ ենթադրենք ավելի թեթև բենզին է եղել, որ պետք է լինի, որը որ կարելի է ասել շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից։ Այս կրկնակի ստուգման մեթոդը բավականին լավ արդյունքներ է տվել շուկայում որակական առումով վառելիքի վիճակը կարգավորելու համար։ Այո, իհարկե, տեսեք, տեսչական մարմինը երբ որ գնում է փորձանմուշ վերցնելու, մենք փորձանմուշը վերցնում ենք բենզալեցակայանում, քանի տեսակ ինքը վաճառքի վառելիք ունի բոլոր տեսակներից 92-ից, 93-ից, 95-ից, դիզելային վառելիքից ու եթե 95-ը բերում ենք մեր լաբորատորիայում ստուգում ենք, գումարած դրան մի հատ էլ ուղարկում ենք երկրորդ լաբորատորիա ստուգելու, պարզվում է երկու տեղն էլ 95-ը, 95-ը, նշանակում է պրեմիումը, ձեր ասած պրեմիումն է։ Տարվա ընթացքում, երբ որ ցանկություն ունենաք եւ որևիցե կասկածներ ունենաք, որևիցե բենզալեցակայանում ինչ-որ մի բան, խնդրում եմ եկեք, միասին գնանք, փորձանմուշը վերցնենք, բերենք, միասին մեր լաբորատորիայում ստուգենք ու արդյունքները միասին նայենք։ Ես միշտ ասել եմ մեր լրագրող գործընկերներին, որ տեսչական մարմինը իր գործառույթներում բացա, ցանկացած բան եկեք գնանք միասին նայենք։ Որ ամենամեծ խախտումն է, օրինակ, որ ասում եք, մենք բացում ենք, որ սպառողը հայտնվում է, որ այստեղ ցելսիուսում է եղել 1 ամսը խախտում է, վերջին ամենախոշորը որտեղ է եղել։ Ամենախոշորով չեմ կարող հիշել, բայց վերջին անգամ թերլիցքավորում հայտնաբերել է, փակցրել է, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին։ Այսինքն այս պարբերաբար ընթացող գործընթաց է, մենք տեսչական մարմինը որպես այդպեսին չի սկսում կամ չի դադարում որևիցե գործառույթ իրականացնել։ Մենք ամեն եռամսյակ ու եռամսյակներ բաժանված ըստ ամիսների ունենում ենք ստուգումներ բոլոր ոլորտներում։ Այդ պարբերաբար իրականացնում ենք այդ ստուգումները։ Այս տարվա վերաբերյալ, եթե այս տարվա վերաբերյալ է հարցը ոչ 2025-ին, ամենավերջինը Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքում ավտոգազալիցքավորման ճնշակայանում ենք փակցրել այս տարվա ընթացքում, մի 10 օր առաջ մոտ։ Օրինակ գազի եւ գազի գնես վերջին շաբաթական պատճառով շատերը ողոքում են, որ ոչ միայն գազը թանկ է, այլ նաեւ որ ասում են ենթադրել 20 լիտր է գազ, բայց իրականում 20 լիտր չի։ Որովհետեւ բացը գազի վարորդությունը կամ վարորդությունը ողոքում որ միգուցե 1-2 լիտր քիչ է նստում, այլ այս ընթացքում գազի Իհարկե արել ենք, իհարկե ստուգումներ հեղուկ գազի ոլորտում արել ենք, եթե նկատեցիք հեղուկ ածխաջրածնային գազերի ոլորտում ամենաբարձր էր անհամապատասխանության ցուցանիշը, այսինքն 67 ստուգումից 37-ում չէր համապատասխանում ու 55.2% խախտում ենք արձանագրել, ինչ վերաբերվում է գներին, գների առումով տեսչական մարմինը որևիցե գործառույթ չունի, որպեսզի թյուր ինֆորմացիա չտամ, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, իհարկե ասում են, որ գինը դեֆիցիտի է դա նաև կապված, բայց ամեն դեպքում մեր գործառույթը չի։ Որակական առումով մեր վարորդներին եւ բոլորին միշտ խնդրել եմ ուշադրություն դարձնել մակնշմանը։ Շնորհակալություն այս հարցի համար։ Ինքը իրականում շատ կարևոր հարց է, որը արտարծվել է համացանցում նաև, պետք է նաև պարզաբանում տամ առիթը օգտվելով։ Հայաստանի Հանրապետությունում կա երկու տեսակի գազ՝ կոմունալ կենցաղային գազ եւ ավտոմոբիլային գազ։ Կոմունալ կենցաղային գազը նախատեսված է գազաբալոններում լիցքավորելու եւ կենցաղում օգտագործելու համար, ավտոմոբիլային գազը նախատեսված է ավտոմոբիլներ լիցքավորելու եւ վարելու համար։ Սակայն չի բացառվում եւ չի արգելվում կոմունալ կենցաղային գազը նաեւ լիցքավորել ավտոմեքենայի մեջ։ Բայց արդյունքում քանի որ կոմունալ կենցաղային գազի որակական ցուցանիշները ավելի ցածր են,
մենք կստանանք, որ նույն քանակությամբ լիցքավորելու դեպքում վարորդը ավելի քիչ կիլոմետր կվարի մեքենայով։ Դրա համար ես միշտ խնդրել եմ, հորդորել եմ վարորդներին ուշադրություն դարձնել գազալիցքավորման կայանների վրայի մակնշմանը, որտեղ որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստիպում է տնտեսվարողներին միշտ ինֆորմացիան ներկայացնել, թե այդտեղ վաճառվում է կոմունալ կենցաղային գազ, թե ավտոմոբիլային գազ, ու հորդորում ենք մեքենաները լիցքավորել միայն այն լցակայաններից, որտեղ որ վաճառվում են ավտոմոբիլային գազ։ Հեղուկ գազի մասին է խոսք, այո։ Խնդրում եմ դուք էլ վստահ եմ մեր մեջ կան մարդիկ, ովքեր որ հեղուկ գազով են վարում մեքենան, ուշադրություն դարձնեք։ Վառելիքաբաշխիչ աշտարակի վրա անպայման կա այդ տեղեկատվությունը փակցրած, որ ինչ որակի գազ է, կոմունալ կենցաղային է, թե ավտոմոբիլային է։ Լիցքավորեք միայն ավտոմոբիլային գազ։ Պետք է։ Եթե էլ հարցեր չկան, շնորհակալություն, հուսամ այս տարվա ընթացքում շարունակենք իրար հետ ավելի ինտենսիվ աշխատելը, որտեղ այս տարի շատ հետաքրքիր տարի է լինելու տեսչական մարմնի գործունեության համար։